գիտեր և հասավ ավելիին, քան որևէ մեկը երբևէ կարողացավ։ Երբեք չբավարարվեց իր ունեցած գիտելիքով։ Ցանկանում էր միշտ սովորել ավելին աշխարհի գործերի մասին։ Գրել է բազմաթիվ գրքերի հեղինակ կան ակտենիզը Լեոնարդո դա Վինչիի մասին։ Իտալացի հայտնի նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, երաժիշտ, գրող, մաթեմատիկոս, մեխանիկ, քաղաքագետ և գյուտարար, ինչպես նաև վերածննդի ժամանակաշրջանի վառ ներկայացուցիչներից մեկը, Լեոնարդո դա Վինչին ծնվել է 1452 թվականի ապրիլի 15-ին Ֆլորենցիայի Վինչի քաղաքի մոտակա Անկավինո գյուղակում։ Ապրել է հոր խնամակալության տակ Վինչի քաղաքում։ Իր մանկության տարիներին ոգեշնչվել և դաստիարակվել է հորեղբորից, ով մեծ սեր ուներ դեպի բնությունը։ Բացի կարդալուց, գրելուց և մաթեմատիկական հմտություններից, դա Վինչին չի ստացել որևէ այլ կրթություն։ Հայտնաբերելով արվեստագետի ներուժը դա Վինչիի մեջ, 14 տարեկան հասակում հայրը ուղարկում է նրան ժամանակի հայտնի նկարիչ և քանդակագործ Անդրեա դել Վերոքիոյի մոտ աշակերտելու։ Վերոքիոյի արվեստանոցի մի շարք աշխատանքներ նկարվել են իր աշակերտների ձեռքով։ Ըստ իտալացի գեղանկարիչ, ճարտարապետ և գրող Ջորջո Վազարիի, Լեոնարդոն աշխատել է Վերոքիոյի հետ նրա Քրիստոսի մկրտությունը նկարի վրա։ Նա նկարել է Հիսուսի թիկնոցը պահող փոքրիկ հրեշտակին այնքան հմուտ, գերազանցելով իր վարպետին, որ Վերոքիոն վայր է դրել իր վրձինը ու այլևս չի նկարել այն։ Դա Վինչին աշակերտել է Վերոքիոյին այնքան ժամանակ, մինչև դարձել է անկախ վարպետ։ Մոտավորապես 1478 թվականից սկսել է ընդունել իր առաջին պատվերները։ 1513-ից 1516 թվականներին Լեոնարդոն անցկացրել է իր ժամանակը Հռոմում, որտեղ այդ ժամանակ ակտիվ ստեղծագործել են Ռաֆայելն ու Միքելանջելոն։ 1517 թվականին Ֆրանսուଆ առաջին թագավորի հրավերով որպես թագավորական առաջին նկարիչ, ճարտարապետ և մեքենաշինարար, դա Վինչին տեղափոխվել է Ֆրանսիա, դառնալով Ֆրանսուଆ առաջինի մտերիմ ընկերը։ Լեոնարդոն Ֆրանսիայում ապրել է ընդամենը 2 տարի ու մահացել 1519 թվականի մայիսի 2-ին։ Թաղվել է Ամբուազի եկեղեցիներից մեկում։ Վազարին արձանագրում է, որ երբ դա Վինչին մահացել է, թագավոր Ֆրանսուଆ առաջինը նրա գլուխը առել է իր գրկի մեջ։ Մոնա Լիզան դա Վինչիի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է, իսկ որոշ պատմաբաններ պնդում են, որ դա նրա մեծագույն գեղարվեստական նվաճումն է։ Մոնա Լիզայի դեմքի առեղծվածային արտահայտությունը գրավել և հրապուրել է միլիոնավոր մարդկանց։ Երիտասարդ կնոջ առեղծվածային դեմքի արտահայտությունը բացահայտում է բնորդուհու ներաշխարհը։ Ամստերդամի և Իլինոյսի համալսարանների հետազոտողները գտել են, որ Մոնա Լիզան 83% երջանիկ է, 9% զզվանք է արտահայտում, 6% վախեցած է և 2% զայրացած։ Մոնա Լիզան պատկերված է բնապատկերի մեջ։ 1797 թվականից կերպարվեստի գլուխգործոցը պահում է Փարիզի Լուվր թանգարանում։ Լեոնարդոյի խորհրդավոր ընթրիքը, որի վրա նա սկսել է աշխատել 1492-ից 1498 թվականներին, նկարել է Միլանի Սանտա Մարիա դելե Գրացիայի վանքի սեղանատան պատին, որն նկարում պատկերված է այն պահը, երբ Հիսուսն ընթրիքի ժամանակ աշակերտներին հայտնում է, թե իրենցից մեկը մատնելու է իրեն։ Ուսումը երբեք ուժասպառ չի անում միտքը։ Ես սիրում եմ նրանց, ովքեր կարողանում են ժպտալ դժվարության մեջ, նրանց, ովքեր կարողանում են վշտից ուժ հավաքել և զորանալ մտորումներով։ Փոքրոքիներն են նեղանում, սակայն նրանք, ում սրտերը ամուր են ու իրենց խիղճը հաստատում իրենց վարքը, կգործադրեն իրենց սկզբունքները մինչև իմա։ Պարզությունը հիմնական իմաստաբանությունն է։ Ամենամեծ խաբեությունը, որով տառապում են մարդիկ, իրենց սեփական կարծիքներն են։ Ոչինչ չի բարձրացնում հեղինակությունը այնքան, որքան լռությունը։ Ինչպես
Ինչպես լավ անցկացրած օրն է բերում երջանիկուն, այնպես էլ լավ անցկացրած կյանքն է բերում երջանիկմա։ Արվեստը երբեք չի ավարտվում, միայն լքվում է։ Արցունքները հոսում են սրտից և ոչ թե ուղեղից։ Ստվերի սկիզբն ու ավարտը ընկած է լույսի և խավարի միջև և կարող է անվերջ նվազել ու աճել։ Ստվերը միջոց է, որով մարմինները ցուցադրում են իրենց կառուցվածքը։ Մարմինների կառուցվածքները մանրամասնորեն կարելի է հասկանալ միայն ստվերի օգնությամբ։ Նկարչությունը առնչվում է տեսարանի բոլոր 10 հատկանիշների հետ։ Դրանք են մթությունն ու լույսը, խտությունն ու գունավորումը, ձևն ու դիրքը, հեռավորությունն ու մերձավորությունը, շարժումն ու անշարժությունը։ Կան մարդկանց 3 դասակարգեր՝ նրանք, ովքեր տեսնում են, նրանք, ովքեր տեսնում են այն ժամանակ, երբ ցույց են տալիս, և նրանք, ովքեր չեն տեսնում։ Նա, ով սիրում է պրակտիկան առանց տեսության, նման է այն նավաստուն, ով նավարկում է առանց ղեկի ու կողմնացույցի, երբեք չգիտակցելով որտեղ կարող է նետվել։ Որտեղ աղմուկ կա, այնտեղ չկա իրական գիտություն։ Այնտեղ, որտեղ հոգին ձեռքի հետ միասին չի գործում, այնտեղ արվեստ չկա։ Մարդու տարածած ձեռքերի երկարությունը հավասար է իր հասակին։ Ավելի հեշտ է դիմադրել սկզբում, քան վերջում։ Ավելի լավ է նմանակել անտիկ, քան ժամանակակից աշխատանքի։